իրավիճակում արդեն մարդիկ չեն ցանկանում ուղղակի մտնել մի սատանայական գործընթացի տակ, հոգեբանորեն այդ մարդկանց համար էլ է դժվար, հասկանում եք, իրենք հասկանում են, որ իրենք մտնում են մի սատանայական գործընթացի մեջ, հակաքրիստոնեական արշավի մեջ, պրոթուրքական արշավի մեջ, եւ դա մարդկանց մոտ ուղղակի սպանում է մոտիվացիան, եթե դրանից առաջ կար ինչ-որ չափով մոտիվացիա, բայց այս հրապարակումներից հետո, Կճոյանի միանալուց հետո, Կճոյանի Բեդնի Սամոյի կամ Offshore Սամոյի, որը հասկանալի է, որ եկեղեցի բարեփոխման հետ որևէ կապ չունի, հետո 7 վերքում խայտարակվելուց հետո ի վերջո, չէ, ամբողջ հոգևոր դասը Շիրակի մարզի ըստ էության մերժեց Նիկոլ Փաշինյանին, եւ այս իրավիճակում հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանին այլ քայլ չի մնացել, քան դիմել սատրանքի, պայթեցնել իրավիճակը, հետո տեսնել ինչ որ բան երևի կստացվի կամ չի ստացվի, դա էլ արդեն հետո կմտածի, թե ինչ Ինչու՞ն եք ասելու այս Վազգեն